Ազգային ժողովում, որ սենյակի դուռը բացեց, հկներն են պատգամավորների հետ առանձնացել, տարբեր ոլորտների հրատապ հարցերն են բերել խորհրդարան։ Լյովա Խաչատրյանի ձայնը նույնիսկ Միջանցք է հասնում։ Գյուղանձնաժողովում թեժ բանավեճ է պոչամբարների թեմայով։ Օլեգ Դունգարյանն է այրումից մտահոգիչ տվյալներ բերել։ Հին պոչամբարը քիչ էր ասում է, հիմա էլ նորն է ավելանալու։ Պոչամբարը ստացվում է, որ կառուցում է հենց Դեբետ գետի եզրին։ Լյովա Խաչատրյանը առաջին հերթին ոչ թե պոչամբար կառուցողներին է մեղադրում, այլ համայնքին։ Առանց դրա համաձայնության ոնց պոչամբար կկառուցվի։ Գալիս եք հողը, գալիս եք, հետո սկսում եք էս գլխից սկսել, մի տվեք այն գլխից։ Խնդիրը ներկայացնողը նաև ավականու անդամ է, պնդում է, ավականին բնակիչների կարծիքը հաշվի չի առնում։ Երբ որ ես տարածաշրջանից բացակայում եմ, այդ ժամանակ հապճեպ ավականու որոշում են գումարել եւ համայնքի բնակիչների կարծիքին դեմ գնալով այդպիսի որոշում են հանել։ Ճոճկան մեծ այրում համայնքների միջով անցնող պոչամբարի հետևանքները ազգային ժողովում էլ գիտեն։ Հետազոտված կանանց մեծ մասի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել։ 55 հետազոտություններից կանանց միայն 4-ի մոտ օնկոլոգիական հիվանդության նշաններ չի եղել այդ համայնքում։ Պարզվել է, որ դեղցի նմուշների մեջ 2-ից 4 անգամ ծանր մետաղների առկայությունը բարձր է։ Կառավարությունն ընդունում է, կուտակված եւ կուտակվող լցակույտերը լուրջ խնդիր են։ Այս պահին օրակարգում Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների, Ծանգեզուրի Պղձամուրի տնայինի լցակույտերի հարցն է։ Առաջարկվող տարբերակը դրանք վերամշակելն է։ Արծվանիկը, որը ամենախոշորն է, մինչև 310 միլիոն խորանարդ մետր ծավալով, որը մոտորապես մինչև 95% արդեն լցված է։ Լցակույտերի վերամշակման գործը պատրաստ է ստանձնել Այլոտիկ ընկերությունը։ Փոխնախարարը վստահեցնում է, տեղական ընկերությունը մասնագիտացած է։ Ունեն նաև այս տերմինը օգտագործեմ, know-how իրանց տեխնոլոգիական մշակումները, ըստ որոնցի իրանք իրոք կարողանում են շատ խորը վերամշակումով բազմաթիվ նյութեր ուրեմն այդ պոչամբարներում լցված լցակույտերից ստանալու առումով։ Արեգ Գալստյանը պատգամավորների մտահոգությունը փարատում է, վերամշակումից ավելի թունավոր նյութ չի ստացվի, պոչամբարից պոչամբարել չի առաջանա։ Շակե Ղազարյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։